Սիրելի հայրենակիցներ, այսօրվա Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական թղթի 3-րդ գլխի 2-րդ համարում հեղինակը ասում է հետևյալը. Սիրելիներ, այժմ Աստծո որդիներ ենք և դեռ հայտնի էլ չէ, թե ինչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպես, ինչպես նա կա։ Հովհաննես Առաքյալը այս ապշեցուցիչ միտքն է արտահայտում, եթե հավատացյալները ծնվում են Աստծո ընտանիքում, ապա շատ տրամաբանական է, որ ամբողջ կերպարանափոխությունը մեզ կնմանեցնի Աստծո որդուն, որովհետև Աստծո էությունը պարզ է, քանի որ Աստված հոգի է, ուրեմն մենք նույնպես կփոխվենք նրա պատկերով, այնպես, ինչպես կրել ենք երկրային մարդու պատկերը, այնպես էլ կկրենք երկնային մարդու պատկերը։ Մեղքը խանգարեց մեզ լինել այնպիսին, ինչպիսին Աստված էր նախատեսել, բայց Քրիստոսի խաչը մեզ միակ ճանապարհն է տալիս դեպի փառք, վերադառնալ դեպի գերիշխանություն, քանի որ մի օր մենք նման կլինենք Հիսուսին։ Առաքյալները վկայում են, որ այս երկրավոր կյանքում մենք դեռ չենք տեսնում ամբողջ լույսը, չունենք հստակ տեսողություն։ Տերը հայտնեց մեզ այդ լույսի մասին, որ փայլեց աշխարհի վրա Սուրբ Ավետարանով։ Մենք ապրում ենք այս լույսի ներքո, մեր աչքերը կբացվեն միայն այն ժամանակ, երբ կանգնենք Աստծո առաջ հավիտենական կյանքում։ Հետևաբար, հարկավոր է ձեռքազատվել հոգևոր կուրությունից, մաքրելով մեր սրտերը ողջ կյանքում, որպեսզի հավերժության մեջ, երբ հավերժ միացած լինենք մեր Տիրոջը և հոգևոր աչքերով նայենք նրան, նա կփոխի մեզ այն ժամանակ, բայց նա կարող է փոխել մեզ հիմա, եթե մենք ժամանակ ծախսենք նրան տեսնելու համար։